Բարև ձեզ և բարի գալուստ update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սարա Մարտինսը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Պորտուգալիայի դեսպանի նշանակելու կապակցությամբ։ Եվ հույսում եմ, որ ձեր նշանակումը ի նպաստ կլինի Հայաստանի Հանրապետության հետ Պորտուգալիայի Հանրապետության բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման։ Մաղթում եմ արգասաբեր աշխատանք։ Շնորհավորում եմ։ Պորտուգալիան մեր հայ իրականության մեջ և հայ ժողովրդի մեջ յուրահատուկ դեր ունի։ Ավելի շատ դա կապված է Գալուս Գուլբենկյանով և շատ դեպքերում Պորտուգալիայում Հայաստանին ճանաչում են հենց իրենով։ Նոր ժամանակաշրջանում անկախացումից հետո մենք առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ ենք հաստատել և մենք պատրաստակամ ենք այդ հարաբերությունները զարգացնել, ավելի խորացնել, որտեղ քաղաքական առումով մենք իրականում մեծ հեռանկարներ ունենք։ Ես նկատի ունեմ երկկողմանի նաև մակարդակում, բայց դրա կողքին տնտեսական, մշակութային, գիտական, ներդրումային բնագավառների զարգացման անհրաժեշտություն կա։ Իհարկե մենք նաև սերտ համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրամիության ձևաչափում և առիթը օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանում հենց այդ մակարդակի հարաբերություններում։ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի վարչապետ Փաշինյան, խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում ձեր հաղթանակի առթիվ։ Սինգապուրը եւ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվում է դրանից ավելի քան 1 դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը Վանդա Միս Ջոակիմը նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։ Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղված ևս մեկ քայլ է։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51, 9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0.08 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 21 միլիոն 690 հազար դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգով ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում, հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին։ Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռվող հնարավորությունների կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինյեին, վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքների արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը եւ զարգացումը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է դեսպան Դկոտինիեի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման եւ Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներում, նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։ Դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Արդյունքում դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։ Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը իր տանը կատարված խուզարկությունը պայմանավորել է քաղաքական հետապնդումներով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ խուզարկությունն իրականացվում է ինչ-որ քննչական գործի շրջանակում, ուստի տվյալների հրապարակման սահմանափակումներ կան, սակայն կարող է հայտնել, որ իրավապահները ոչինչ չեն առգրավվել։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր եւ մեր ձևով հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է եւս 2 ամսով։ Այս մասին հայտնել է Ալեքսանյանի պաշտպանական կողմը։ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, իսկ հունիսի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է ներկայացվել հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեռնոգորիայի կառավարության միջև այսօր ստորագրվել է կրթության, գիտության եւ նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը վավերացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Չեռնոգորիայի կրթության, գիտության եւ նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Շտոյանովիչը։ Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվել են խթանել կրթական, գիտական եւ նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը եւ ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային կրթական եւ գիտական ծրագրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Լորիբերդ համայնքում ծանոթացել է պետություն մասնավոր համաֆինանսավորման պարված աշխատանքներին։ Նախարար Դավիթ Խուդաթյանը Facebook-ի իր էջում տեսանյութը հրապարակել այցից։ Պաշտոնյաներին ուղեկցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Լոռու մարզում ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։
Հուլիսի 22-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը, նշելով, որ քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։ Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի եւ նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։ Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն եւ խմբավորումներ, նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։ Ընդհանուր առմամբ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության տարոնի բաժնում գրանցված հանցագործությունները նվազել են 3.2%-ով, 210 հանցանքից բացահայտվել է 178-ը կամ 84.8%-ը, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նվազել են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները, աճել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։ Առաջին կիսամյակի ընթացքում համայնքային ոստիկանության բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 240 դեպք, բացահայտվել 84.6%-ը, աճել են ընտանեկան եւ կենցաղային բռնության, մարդու եւ սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության գուգարքի բաժնում գրանցվել է հանցագործության 74 դեպք, բացահայտվել 57-ը, նվազել են մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, լատենտային բնույթի հանցատեսակներով աճ է արձանագրվել։ Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության դեպքեր համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում չեն արձանագրվել։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 149 դեպք, բացահայտվել 119, բացահայտման ցուցանիշը կազմել է 79.9%, նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 103-ը կամ 88%-ը։ Նվազել են տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել մարդու դեմ ուղղվածները։ Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք է բացահայտվել համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Արձանագրված 145 դեպքից բացահայտվել է 129 կամ 89%-ը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները, աճել սեփականության դեմ ուղղվածները։ Հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Արձանագրվել է հանցագործության 80 դեպք, բացահայտվել 73-ը։ Բացահայտման ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, հասնելով 91.3%-ի։ Դրական դինամիկա է արձանագրվել լատենտային հանցատեսակների, մասնավորապես ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։ Տարբեր վարչական իրավախախտումներով Լոռու մարզի պարեկները առաջին կիսամյակի ընթացքում կազմել են ընդհանուր 45274 արձանագրություն, 3994-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտել են 88 հանցագործություն, այդ թվում սառը զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, թեև ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել է դրանց հետևանքով զոհերի թիվը։ Ոստիկանության գվարդիայի Վանաձորի եւ Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքը, ընդգծելով նաեւ ծառայության ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման արդյունքները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած աշխատանքի համար, հատկապես սպանության նախապատրաստությունների բացահայտման եւ հանցավոր խմբերի վնասազերծման ուղղությամբ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատանքը նախարարը գնահատել է օրինակելի, ինչի շնորհիվ նաեւ նվազել են առանձնապես ծանր եւ ծանր որոշ հանցագործություններ։ Նախարար Սարգսյանը նշել է, որ պետք է առնվազն պահպանել դրական ցուցանիշները, շարունակել օպերատիվ միջոցառումները քրեական տարրերի եւ հանցավոր խմբերի բացահայտման ուղղությամբ, կարևորել է նաեւ ապօրինի պահվող հրազենի հայտնաբերման եւ շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ աշխատանքը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման միջոցառումները։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին եւ ընտանեկան բռնության դեպքերին։ Նախարարը հանձնարարել է շարունակել պարբերական հանդիպումներն ու կանխարգելիչ աշխատանքը, ապահովելով ոստիկանության
ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համակարգված ներգրավվածությունը։ Ներքին գործերի նախարարը հատուկ ընդգծել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ արագ եւ համակողմանի արձագանքի անհրաժեշտությունը, կարևորել պատշաճ իրավական ընթացքի ապահովումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Անդրադառնալով պարեկային ծառայության աշխատանքին նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում, ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ Շարունակենք թողարկումը։ Հուլիսի 29-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվիե Լեֆեբրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացման եւ ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաեւ համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Պարգևը հանձնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի եւ մատուցված ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է ազգային ժողովի պատվո մեդալով։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները եւ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի հետ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Դեսպան Նիլաքշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար, նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին եւ ձեռքբերումներին, ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ուղղություններում եւ կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային քարտեզի վրա։ Այս պահին ծանոթացեք միջազգային լրահոսին տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում Համասին եւ այլ զինված խմբավորումներին լիովին զինաթափելու վերաբերյալ։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել Համասին եւ Գազայի հատվածում գտնվող մյուս բոլոր զինված խմբավորումներին լիովին զինաթափելու վերաբերյալ, գրել է Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ սա կարևոր քայլ է դեպի երկարատև խաղաղություն եւ անվտանգություն։ ԱՄՆ նախագահի խոսքով Համասի զինաթափման ավարտից հետո իսրայելական զորքերը դուրս կգան եւ միջազգային կայունացման ուժերը կաշխատեն պաղեստինյան նոր ոստիկանական ուժերի հետ, ստանձնելով Գազայի բնակիչների եւ հարևանների անվտանգության պատասխանատվությունը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել միջնորդներին Եգիպտոսին, Կատարին եւ Թուրքիային իրենց ջանքերի համար, ինչպես նաեւ իր թիմին, որը հնարավոր է դարձրել այս պատմական առաջընթացը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգները Ուկրաինային թույլտվություն կտա Պատրիոտ համակարգերի համար հակահրթիռներ արտադրելու նպատակով։ Նա հավելել է, որ դա շատ արտասովոր զենք է եւ պետք է զգույշ լինել այն հարցում, թե ում է ԱՄՆ-ն լիցենզիա տալիս։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումն է։ Նա հաստատել է, որ իր երկու պատվիրակները Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին իրենց առաջին այցը կկատարեն Ուկրաինա։ Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,000 զինվոր։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,000 զինվոր, եւս 400,000-ը վիրավոր են։ Հսկայական թիվ են կազմում անհայտ կորածները, նշել է Զելենսկին։ Նախագահը հավելել է, որ չի ցանկանում ավելի բացահայտ խոսել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը տեղեկություններ չստանա բանակի մասին։ Եթե անկեղծ լինենք, ես չեմ ցանկանում այս մասին չափազանց բացահայտ խոսել, որովհետև ռուսները կհասկանան, թե ինչ է կատարվում մեր բանակի հետ, հավելել է Զելենսկին։ Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում։ Այս մասին գրում է Financial Times-ը հղում անելով Խարկովի Մարս խորհրդի պատգամավորին։ Նրա տվյալներով դրանցից առնվազն 80-ը գտնվել են Խարկովի մարզում։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավարը նույնպես հայտնել է, որ Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով ավելի քան 30 բենզալցակայան է ոչնչացվել։ Այս ամռանը Մոսկվան ուժեղացրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հասցվող հարվածները, հարյուրավոր ավտոլցակայաններ թիրախավորելով Ուկրաինայում։ Այսպիսով ռուսական բանակը ակնկալում է խաթարել լոգիստիկան, մերձսահմանային շրջանները թողնել առանց վառելիքի եւ ստիպել խաղաղ բնակիչներին հեռանալ, ասվում է Financial Times-ի հրապարակման մեջ։ Մարոկոից մինչև 40,000 մարդ կարող էր անօրինական կերպով ներթափանցել Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք։ Այդ մասին հայտնում են թերթերը հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներին։ Հրատարակությունների տվյալներով միգրանտները շարունակել են ժամանել Սեուտա նաև գիշերվա ընթացքում։ Նշվում է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում Մարոկոից ավելի քան 1500 միգրանտ լողալով հասել է Սեուտա, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այսօր Սեուտա պետք է այցելի Իսպանիայի կառավարության նախագահ Պետրո Սանչեսը, ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկայի հետ համատեղ։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավվել զինվորականներին, բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։ Պակիստանի հարավ-արևմուտքի Բելուչստանի նահանգում ածխի հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր պատահարի 9 զոհի մասին։ Հանքահորի սեփականատիրոջ խոսքով միջադեպի պատճառը կարող էր լինել մեթանի պայթյունը։ Այդ պահին գետնի տակ են եղել 42 աշխատող։ Ընթանում են փլվածքների տակ մնացած հանքագործներին փրկելու գործողություն։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկում շուրջ 78 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի թաքցված հարկային պարտավորություններ, պատմում է տեսանյութը։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների եւ հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները։ Հարկեր չվճարելու նպատակով պետք ներկայացվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ընկերության կողմից մտցվում են խեղաթյուրված տվյալներ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների եւ իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել եւ չի վճարել ընդհանուր շուրջ 78.4 միլիոն ՀՀ դրամի հարկեր եւ վճարներ։
Մասնավորապես, պարզվել է, որ ընկերության կողմից 2023-26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների բարձրացությանն ուղղված միջոցները նշվել են շուրջ 190.2 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ ստացված տեղեկություններով նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340.4 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև նույն թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237.5 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136.5 միլիոն ՀՀ դրամ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված արերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկվճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից եւ այդ նպատակով կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։ Հուլիսի 29-ին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ։ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր 5 ծառ, որոնցից մեկը թթենի, իսկ 4-ը կեսածառ տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1.5 միլիոն դրամ։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները եւ դրանցում հանցագործության արերևույթ հատկանիշների առկայությունը, տեսչական մարմինը արերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկի հետնյոտնային հատվածից ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա գտնվող ապօրինի մետաղական կրպակները։ Տարածքը կբարեկարգվի եւ կվերադարձվի քաղաքին։ Armflix կինոհարթակը շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին նոր նախագծերով։ Այս անգամ մեկնարկել է պրոդյուսեր եւ դերասան Սոս Կարապետյանի արդեն 18-րդ նախագծի Սոս 911 ռոմանտիկ կատակերգության նկարահանումները Միացյալ Նահանգներում։ Ֆիլմը խոստանում է հանդիսատեսին պարգևել հումորով, արկածներով եւ ռոմանտիկ պատմություններով լի ժամանց, միաժամանակ փոխանցելով ընտանիքի եւ սիրելի մարդկանց նվիրվածության կարևոր գաղափարը։ Մանրամասները տեսանյութում։ Armflix կինոհարթակը շարունակում է հերթական անակնկալները իր հավատարիմ բաժանորդների համար։ Միացյալ Նահանգներում մեկնարկել է պրոդյուսեր եւ դերասան Սոս Կարապետյանի թվով արդեն 18-րդ նախագծի նկարահանումները Սոս 911 ռոմանտիկ կատակերգությունը,
հագեցած բուռն հումորով եւ վարակիչ ծիծաղով։ Սիթքոմի գլխավոր պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, սցենարիստը Անի Մաղաքյանը, գլխավոր ռեժիսոր Հարութ Շատյանը։ Ֆիլմում ներկայացված է դերասանական սիրված անձնակազմ, գլխավոր դերերում Սոս Կարապետյան, Էվելինա Էդվարդս, Աշոտ Ղազարյան, Արմինե Պողոսյան, Աննա Մանուչարյան եւ մի շարք այլ սիրված դերասաններ։ 911 կատակերգությունը ունի մեծաքանակ դերասանական կազմ, օժտված տաղանդով եւ հետաքրքիր խաղով։ Ֆիլմը ունի շատ զվարճալի սյուժե, միևնույն ժամանակ պարունակում է ռոմանտիկ գծեր, ունի նաեւ խորիմաստ սցենար այն առումով, որ այն հումորի տակ թաքնված է ընտանիքն ու սիրելի մարդկանց հավատարիմ նվիրված լինելու գաղափարը, իսկ ողջ սիթքոմի ընթացքում ֆիլմի հերոսները իրենց արարքներով ու արկածային պատմություններով զվարճացնում են դիտողներին։ Մի քանի դրվագ սյուժեից։ Լոս Անջելեսում հայկական համայնքում հայտնի երգչուհին հայտնվում է բարդ իրավիճակում։ Երկրպագուները նրան լուսանկարում են իր ամուսնացած պրոդյուսերի հետ։ Ամեն ինչ վտանգված է, սակայն պրոդյուսերը գտնում է լուծում։ Սկանդալային լուսանկարների մեջ պատահական հայտնվում է ֆիլմի գլխավոր հերոսը, սովորական աշխատակից, ծառայություններ մատուցող, այսպես կոչված հենդմենը, ում կյանքը առանց այդ էլ լի է փորձություններով եւ բարդություններով։ Մի խոսքով, այս խճճված պատմության մեջ խառնված են բազմաթիվ մարդիկ, բայց միայն երկու հոգի են իրենց կյանքում կարևոր եւ արմատական փոփոխություններ անում, եւ Armflix կինոհարթակում ցուցադրվող Սոս 911 ռոմանտիկ կատակերգությունը խոստանում է բազմաթիվ հաճելի պահեր։ Բաժանորդագրվեք armflix.com հարթակին եւ այլեք կատակերգական բազում դրվագներով հագեցած Սոս 911 ֆիլմը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հուլիսի 31-ին օգոստոսի 1-ից 5-ը Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհային իրավիճակ։ Երևան քաղաքում օգոստոսի 1-ին եւ 3-ից 5-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանցին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում լավ հանգստյան օրեր։ Հաջողություն։